Հիմնական հավակնությունների հաստատումը ես արել եմ հնարավորը ընդհանրական հաջողության համար։ Խորապես համոզված եմ, որ մենք բոլորս արժանի ենք բոլորովին այլ Հայաստանի, քան ունենք։ Կուսակցության անդամներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, շահագրգիռ անձանց հետ քննարկումներից հետո Հանրապետություն կուսակցության առաջիկա համագումարում ծրագրային ելույթով կներկայացնեմ մեր պատկերացումները նոր Հայաստանի և մեր անցելիք ճանապարհի մասին։ Շնորհակալություն։ Հանրապետություն կուսակցությունը նրա քաղաքական խորհրդի անդամները միշտ բաց են եղել լրագրողների համար, նաև քաղաքական կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարները այդ աշխատանքը շարունակելու է պահպանվել, միշտ հասանելի ենք լինելու ձեզ համար, նաև ներկայացնեմ, որ առաջիկայում կլինի Արամ Սարգսյանի ծավալուն հարցազրույցը Հայաստանի մամուլի օրգաններից որևէ մեկում։ Շնորհակալ եմ։ Կաշխատեմ բոլորին հարցազրույց տալ, իսկապես հասանելի կլինեմ բոլորին։ Փաստ ասում եմ, որ մինչ 2 շաբաթ առաջ ես բոլորի հեռախոսազանգերին պատասխանել եմ, չի կարող լինի որևէ լրագրող, որ ասի ինձ, որ զանգել է, ես չեմ լսել։ 2 շաբաթ է ես չեմ պատասխանում հեռախոսազանգերին։ Դրա պատճառը մեկն է, ես թե ինձ համար, թե ընդհանրապես կուսակցության համար համարում եմ, որ նկատում ենք շատ լուրջ շրջան, որտեղ որոշումները չափից ավել կարևոր են, և ձեր ներողամտությունն եմ հայցում, այս շրջանում խնդիրների լուծման համար որոշակի ժամանակ են, բացառությամբ այդ ուժերի, մնացած բոլորի հետ համագործակցությունը համարում շատ հնարավոր է։ Անցած տարի գարնանից, բոլորդ հիշում եք այդ ժամանակաշրջանները։ Ամենայն հավանականությամբ եկող երկշաբթի, երեքշաբթի օրը կուսակցությունը հայտարարությամբ հանդես կգա այդ առումով։ Պարոն Սարգսյան, իսկ տեղեկությունների եք հատուշատ են ձեր տեսակետի։ Գիտեք, հարցումներ չենք արել այդ առումով, չգիտեք։ Այսքան հայազգային կոնգրեսից դուք այսպես շատ աղմուկով եք, պատրեն դուք գալիս, չեք ասում, չեք լինելու հետևողական դաշնումի չերազերուներին։ Բացարձակապես աղմուկով դուրս չեն գալիս, ու դա որոշված չի, դուրս են գալիս թե ոչ, չենք բացառում, որ դուրս կգան, որովհետև տարաձայնություններ ունենք, և այդ տարաձայնությունները իսկապես ես բարձրացնել եմ։ Առ այսօր մնացել ենք Հայ ազգային կոնգրեսում, մի բարձ պատճառով, որ մեր ժողովուրդը ընդդիմադիր դաշտի համախմբվածությունը համարել է շատ կարևոր։ Եվ այդ համախմբվածությունը նաև առաջիկայում ազգային ժողովի ընտրություններին չխոչընդոտելու, ձայները չպակասեցնելու համար մենք մեր ներդրումն ենք ունեցել այդ գործում։ Այսօր, երբ որ այդ գործընթացը վերջացել է, մենք ազատ ենք մեր տեսակետներն ասելու։ Ես կուզենայի ավելացնել նաև, որ ազգային ժողովի պատգամավորի մանդատը դնելու իմ որոշումը զուտ քաղաքական և քաղաքական նկատառումներից ելնելով եմ ես դա անում։ Ցավով, իսկապես ցավով եմ խոստովանում, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը այդպես էլ չդարձավ քաղաքական մարմին, որը զբաղվեր լուրջ օրենսդրական գործունեությամբ և որպես օրենսդիր մարմին առանձին ազդեցիկ ճյուղ լիներ այս երկրի համար։ Այդ ազգային ժողովը դակիչ մարմին է դարձել նախագահ կառավարություն այս շրջանակում և վերևից իջեցրած հրահանգները առավել ևս նման մեծամասնության պարագայում այլ երկ չունի, քան դակելը։ Ես իհարկե բոլոր են մարդկանց, ովքեր ազնվոր են, գնում են ազգային ժողով, հույս ունենալով, որ իրենցից բան է կախված, որ բան կարող են փոխել, հաջողություն եմ մաղթում։ Եվ իմ ներկայությամբ, չեմ ուզում կաշկանդել, իմ իրատեսական, պրագմատիկ մոտեցումներով կասկածի տակ դնել իրենց աշխատելու ցանկությունը։ Ես կարծում եմ, որ այդ բերած օրենքների մասին ես իմ տեսակետները կարող եմ ասել ոչ միայն ազգային ժողովում, այլ հասարակությանը
լրատվական միջոցներով եւ հանրահավաքներով։ Ես համոզված եմ, որ այս ժողովրդի 90 եւ ավելի տոկոս ընդդիմություն լինելով, նրանից այս ազգային ժողովում ներկայացված է 15-20-ը ոչ ավելի։ Ես գերադասում եմ լինել այդ 90%-ի հետ փողոցում։ Եվ ամեն ինչ անելու եմ փողոցում լինելու առումով։ Դուք դա դեռ կտեսնեք։ Իսկ ինչով են արտահայտվում ձեր տարածությունները։ Չեպազնուսի ձևաչափը Բացարձակապես ես հակին նման բան չեմ առաջարկել, բացարձակ։ Ինչ առաջարկ եմ։ Պարոն Սարգսյանի, որտեղ են Ես արտահայտվում չգիտեմ, տարածությունները։ ես իմ մանդատը չեմ դնում որևէ մեկին իմ փոխարեն ազգային ժողով մտցնելու համար։ Իմ համար էական չի, թե հաջորդ մարդը ով է մտնում։ Ով ուզում է մտնի, որոշումը քաղաքական է եւ դա իմ վերաբերմունքից է կախված Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի առումով։ Պարոն Սարգսյան, որտեղ են արտահայտվում ձեր Չեպազնույցը, շնորհակալություն։ Առաջիկայում սպասեք մեծ ծավալուն հարցազրույցի։ Շնորհակալություն բոլորից։ Ես